Եկեք հետևյալը նշենք, մենք իրականում գտնվում ենք մի անարդար գործընթացի մեջ։ Թեև այստեղ եզրույթը, որը պետք է օգտագործվի արդար դատաքննության իրավունքն է, բայց մենք գտնվում ենք անարդար պայմաններում։ Արդյոք, օրինակ ես կարող եմ բերել նախորդ դատական նիստը, որը տեղի ունեցավ 2025 թվականի օգոստոսի 14-ից 15 ժամանակահատվածում, ինձ համար որպես իրավաբանի դատական նիստը այնպիսի ընթացք էր ստացել, որ որևէ այլ ելք, քան ներկայացված միջնորդության մերժումներ, ես չէի տեսնում։ Իսկապես, բոլոր դեպքերում արձանագրվեց, որ հիմնավոր կասկածը այդ աբսուրդային փողերի լվացման մեղադրանքի մասով չի հաստատվում, դա տեղի ունեցավ այս դատարանում, բայց դա կրկին դրսևորումն է նրա, որ մենք անարդար պայմաններում ենք գտնվում, քանի որ եթե այդ մասով հիմնավոր կասկածը չէր հաստատվում, առավել քան ողջամիտ էր, որ կալանքը վերացվեր կամ փոփոխվեր առնվազն։ Շանսերը կարող եմ հետևյալ կերպ նկարագրել։ Անարդար պրոցեսում ի վերջո միշտ թունելի վերջում լույսը երևում է։ Միշտ է այդպես։ Դա բոլոր դեպքերում իրավունքի էությունն է։ Ինչքան էլ դժվար է լինում, բայց ի վերջո գերակայում է։ Որովհետև իդեպ դարերի պատմությունն է դա ցույց տալիս։ Չի եղել մի ժամանակաշրջան, դուք կարող եք ուսումնասիրել բազմաթիվ մեծ ճանաչում ունեցող գործիչների ելույթները։ Միշտ խոսվել է քաղաքական հետապնդումների մասին, անարդարության մասին, բայց միաժամանակ ստորակետ դնելով, որ ի վերջո արդար դատաքննության իրավունքը պետք է գերակայի, որ արդարությունը պետք է գերակայի եւ իրավունքը ընդհանրապես պետք է գերակայի։ Մենք այդ տրամաբանությամբ ենք մոտենում եւ ինչքան էլ ես նույնիսկ չեմ թաքցնի, որ հնարավոր է այս անարդար գործընթացները, այս քաղաքական հետապնդումը ուղղված է նրան, որ նաեւ պարզապես մասնագիտական հանրույթի ներկայացուցիչները տվյալ դեպքում մեր պաշտպանական թիմը իսկապես հիասթափվի եւ որոշակի իմաստով նաեւ մենք մեր գործողություններում ունենանք որոշակի пассивություն։ Ճիշտ հակառակը։ Այս ամենից թե մեր միջնորդությունները, թե մեր գրությունները, թե մեր դիմումները, թե իրավունքների խախտման վերաբերյալ արձանագրումները միայն ավելանում են։ Բայց արդյոք դա է մեր շահագրգռվածությունը, ոչ հարգելի գործընկերներ։ Մենք իսկապես տվյալ իրավիճակում շահագրգռված ենք մեկ հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում իրավունքները չեն կարող նման կերպ ոտնահարվել։ Մենք 21-րդ դարում ենք գտնվում եւ սա Հայաստանի Հանրապետությունն է, որը իսկապես պետք է լինի աշխարհի օրինակելի երկրներից մեկը, ոչ թե օրինակ տարբեր միջազգային զանգվածային լրատվության միջոցներ Հայաստանի մասին խոսեն, որ Forbes-ի ցուցակում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին 4 ամիս է ինչ գտնվում է անազատության մեջ ամենաինտենսիվ սահմանափակման պայմաններում, իսկ թե ինչի համար ոչ մեկ գաղափար չունի։ Հիմա ի վերջո բոլորը, վստահ եմ մեր հայրենակիցներից, լսել են Սամվել Կարապետյանի հունիսի 17-ի հարցազրույցը։ Ինչ կոչի մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Մենք իդեպ այդ հարցը նորից բարձրաձայնում ենք, լավ, որն է, մեր ձևով արտահայտությունն է, ինչն է, եկեղեցու կողքը կանգնելն է, որն է էլի այդ բանալի բառը, որ վերածվում է կոչի։ Կոչը ի վերջո հիմա օրինակ տեսեք, մենք այստեղ ունենք լիքը մեր հայրենակիցների, չէ՞։ Հիմա եթե մենք օրինակ մեր հայրենակիցներին առաջարկենք X գործողություն, այդ դա նմանվում է կոչի, բայց ինքնին կոչը դեռ հանցանք չի։ Այդ կոչը պետք է ուղղված լինի կոնկրետ ինչ-որ մի ապօրինության։